եւ այս նյութը պիտի գոչենք զադվիլ։ Սուրբ Գիրքը շատ կխոսի այս զադվելու մասին, որ քրիստոնյաներս մենք զադված պետք է լանք աշխարհեն եւ քրիստոնյային հատկություններն մեկն է, որ այո աշխարհի մեջ է, բայց աշխարհը դուրս է, աշխարհը զադված է, աշխարհը իր մեջը չէ։ Այս նյութը քիչ խոսեցանք շաբաթ օրը Վիրջինիայի մեջ, երբ կսեի թե այսօր որքան աշխարհը մտած է եկեղեցի մեջ եւ աշխարհը ինչպես եկեղեցի մեջ մտնելով շատ մատեններ նույնիսկ դժվար կլազանազանել աշխարհայինը քրիստոնյային, որովհետեւ նույնանման են, շատ բաներ նույն են, մեր ոսկանիղ պերսավ ինչպես կլա լերան կակատ երթանք, ոն պնագինք, որ զադվինք ամեն բանը, որ մեղքի մեջ չինանք, եւ ես ալիվենսի մեղքի եդևետ կուկա, եւ անշուշտ ադիգա աստուծո կամքը չէ մեզի համար, այնադեն գդրած պիդլանք այն վերջին բադվիրանը, որ Իսուս տվավ, որ գսեք կացեք բոլոր աշխարհը եւ աշակերտեցեք։ Ուրեմն կտեսնենք, որ ադիգա չէ զադվիլ, ագարակ որ շատ մը բանկեր կան այսօրերս, շատ մը քրիստոնեական անունի դա կազմակերպություններ կան, որոնք այս քաղաքարը կշեշտեն, որ պետք է բոլորովին զադվիս, քաշվիս, բանկի մեջ դերմը լերան կակատը երբեք ադի աստվածային չէ, որտեղ միակ ցեվը, որ մենք կրնանք զորանալ աշխարհի մեջ լալը եւ աշխարհը մեզ մեջ դուրս ցկելն է, որովհետեւ աշխարհը մեզ պիտի փորձե, բայց երբ որ գհաղթենք, այն ադեն է, որ գզորանանք եւ գաջինք։ Մեկ բան կարևոր է, որ երբ խոսենք զադվելու, աշխարհը զադվելու մասին, թե մենք ինչպես գաբրինք, ինչպես կվարվենք իբր քրիստոնյաներ։ Եվ այս բոլորը գաբված են եւ գախյալ են մեր չափանիշներեն, որոնց համեմատ գաբրինք։ Մեկ դժվարությունը այսօր այդ է, որ այս նույնիսկ հավատացյալներու չափանիշները այնքան ինգած են, որ ադոր համար գրեթե աշխարհի չափանիշներով գաբրին եւ ադոր համար է, որ սանազանելը դժվար գլա հավատացյալիմը եւ ոչ քրիստոնյայինը, ոչ հավատացյալիմը միջև հարոյական չափանիշները շատ կարևոր են եւ երբ որ մեր հարոյական չափանիշները քիչ վարգիչն են, օրմը կտեսնենք, որ ոչ մեկ տարբերություն ունենք աշխարհեն։ Եվ այս զադվելու նյութին հետ կապված մեկ բանալ պետք է ասեմ, որ չգարձեք, որ զադվիլը սել է այս բանը գրնա գնել, այս բանը չեք գրնա գնել, ադի չէ զադվիլը։ Զադվիլը կնշանակե աստուծո չափանիշներով ապրիլ։ Եվ ադիգա, երբ որ մեր սկզբունքը դարձնենք, շատ ավելի գթյուրինա զադված կյանքը ապրիլ։ Ուրեմն նախ նայենք, թե ինչ կնշանակե զադվիլ բարը։ Սուրբ Գիրքը ինչ բարեր կգործած է զադվելու մասին եւ անոնցմե գրնանք հասկանալ, թե ինչ ասել է զադվիլ։ 4 բարեր կան Սուրբ Գիրքի մեջ, որ կգործածվին, որոնք բոլորն նույն միտքին կծառայեն։ Առաջին զադվիլ բարը ինքնին զադվիլ բարը կգործածվի, այսինքն մեկոն դրվի։ Երկրորդ բարը, որ կգործածվի Սուրբ Գիրքի մեջը սրբակորձությունն է, որ կյանքի հետ կապված է, այսինքն կյանքը օրեօր սրբացնել։ Եվ երկրորդ բարը, որ նաև կապված է այս զադվելուն հետ, սուրբ բարն է, սրբություն բարը,
Սրբություն կնշանակե Փանիմը համար զատված եւ այդ նպատակին ծառայելու համար զատված։ Եվ ուրիշ բառմնալ որ գա, որ նորեն զատվածին հետ կապված է, սուրբեր բառը գործածե, այս սուրբեր բառերը շատ անգամ սխալ կհասկացվի, որովհետև տարբեր հարաբանություններու մեջ այս բառը գործածվի միան անձերու համար, որոնք հատուկ հատկություններ ունին, հրաշքը կատարած են եւ պետք է սուրբ օծվին, գանչվին, անալ իրենց մերնել են վերջը եւ այս տեսակ սխալ միտքեր շատերուն գխանգարեն, երբ որ սուրբեր գոչե Պողոս Արաքյալը հավատացյալներուն, ինչու համար սուրբեր գոչե, սուրբերուն ալ բարև դուր գսե նամակներու մեջ, շատ տեղեր այսպես սուրբերուն գսե, սուրբերը ինչպես բարև գնան ստանալ, եթե ողջ են, կտեսնեք ինչպես այսպիսի սխալներ կան, սխալ միտքեր գաղափարներ, որ պետք է հասկանանք։ Սուրբերը այն հավատացյալներն են, որոնք զատված են հատուկ գործը ընելու եւ այդ գործը Աստծո թագավորության մեջ ծառայելու եւ գործելու համար է։ Ուրեմն ըլլա զատվածը, ըլլա սրբակործությունը, ըլլա սուրբ բառը կամ սուրբեր բառերը այդ բոլորնալ գաբունին մեկ կողմ թրված նշանակության հետ, այսինքն մեկի թրված Փանիմը ծառայելու նպատակով։ Երբ որ գսենք թե Աստված սուրբ է, այդ կնշանակե, որ Աստված մեկ կողմ թրված է իր ստեղծագործություններեն, իր արդարությունով, իր մաքրությունով։ Սուրբ բառը կնշանակե զատված։ Երբ որ Սուրբ Գիրք գսենք, կնշանակե թե Սուրբ Գիրքը Գիրք մնե զատված մյուս գիրքերեն եւ այս գիրքը գծարայե նպատակի համար, Աստուծո թագավորության համար։ Հիմա կտեսնեք ինչպես այս բառերը իրարու հետ կապված են։ Երբ որ գխոսենք սրբակործության մասին, կնշանակե թե մենք մեր անձերը պիտի զատենք, որբեսի մեր անձերը մաքրված, սրբված միան գործածվին Աստուծո փառքին համար։ Մենք դարբեր նպատակի համար գաբրինք, մեր կյանքերը դարբեր նպատակի կծառայեն եւ զատված ենք աշխարհի նպատակեն։ Աշխարհը կծառայի սատանային եւ իր սիստեմին, բայց հավատացյալներս վերստին ծնած Քրիստոսի արյունով կծառայենք Քրիստոսի, կծառայենք Սուրբ Աստուծո եւ մենք պետք է ապրենք ինչպես որ Սուրբ Աստված ուզե որ ապրենք։ Զատված ըլլալու հետ երկու միտքեր կան, որ գուզեմ հստակացնել։ Առաջին մեր թիրքն է, զատված թիրքը Քրիստոսի մեջ, այսինքն Քրիստոսով մենք երբ որ մեր մեղքերուն թողությունը ստացանք, զատվեցանք այս աշխարհեն Աստուծո թագավորության համար։ Եբրայեցիս 10:10, այցեք ինչ կսե։ Եբրայեցիս 10:10 կսե անոր գամքով մենք ալ սրբվեցանք Հիսուս Քրիստոսին մարմնին մեկ անգամ վադարակվելով։ Չմոռնանք, որ մենք ամենքս ալ մեղավոր ենք, մեղքերու հաստեցության տակ եւ անոր հետևանքը մեզի մահվան կտաներ։ Իսկ երբ որ եկանք Քրիստոսի եւ խոստովանեցանք մեր մեղքերը եւ խնդրեցինք, որ Տերը մեզի ներե մեր մեղքերը, Հիսուսի արյունը մեզ մաքրեց մեր մեղքերեն եւ մեզի զադեց հադուկ կորձի համար, հադուկ նպատակի համար։ Եվ մեր թիրքը այլևս աշխարհային մեղավոր ըլլալեն
Քրիստոսի զավակ դարձուց, ուրեմն մեր գեցվածքը, մեր թիրքը Աստուծո առջև փոխվեցավ։ Մահեն կյանքի եկանք, աշխարհեն Աստուծո թագավորության եկանք, եւ մեր թիրքը ինքնին մեզի գզադե աշխարհեն Քրիստոսի արյունով։ Երկրորդ մասը այն է, որ մենք զատված ենք, որբեսի Աստուծո համար ապրենք, Աստուծո համար ապրելու համար զատված ենք, այսինքն կորձնական կերպով։ Առաջ թիրքերնից էր մեր անունը, մեր օբլալը, հիմա երկրորդ մասը գաբ ունի մեր ապրելակերպին հետ, թե ինչպիսի կյանք պետք է ապրի ան, որ զատված է Աստուծո համար։ Եվ ադիկա մեզի գշեշտվի առաջին Պետրոս 1:15-ի մեջ, որ գսե, հաբա ցեզ գանչող սուրբին պես ցուկալ սուրբ եղեք, ձեր բոլոր վարմունքներուն մեջ։ Ով է մեզի գանչողը? Աստված։ Եվ Աստված ինչ է գսե, ցեզի գանչող սուրբին պես ցուկալ սուրբ եղեք, Աստված սուրբ է։ Իչարչալսի, ուրեմն մենք եթե մեր թիրքը Աստուծո թագավորության մեջ է, մենք Աստուծո թագավորության կպատկանենք, ասել է թե ադոր թիմացը կորձնական քայլ առնել գա, եւ այդ կորձնական քայլը մեզի գսե թե ինչպես Աստված սուրբ է, մենք ալ իրեն պես սուրբ լանք։ Եվ ասիկա բադվիրանն է, եւ ինչպես ծեր վարմունքներու մեջ, եւ ոստեղը ուրիշ արմը գա, որ շատ սիրե մատեր աչքիս նոր զարգավ, գիտեի, որ վարմունքներու մեջ է, բայց կսե ծեր բոլոր վարմունքներու մեջ, ծեր բոլոր վարմունքներու մեջ։ Նորեն շաբաթօրը գխոսեինք, որ մենք քրիստոնյա ենք ամենտեղ, ոչ միայն եկեղեցի մեջ, մեր կորձի մեջ, մեր բարեկամներուն հետ, մեր ընտանիքի մեջ, ուր որը լանք մենք քրիստոնյա պետք է լանք, քրիստոնյա վարմունքը պետք է ցցնենք, ծեր բոլոր վարմունքներու մեջ զատված ըլլանք։ Եվ ուրիշ կարևոր գետ մզատված ըլլալուն հետ այս է, որ երկու հատկություններ կան, որ ավելի գստագացնեն մեզի, թե ինչսել է սուրբ ըլլալ, ինչպես քոյները, ուրիշները երկու երես ունին, սրբությանը երկու երեսները կա, առաջին ներողություն մեկ վարյան, ծխած ժամանակի մեկ է պանա, երկու քոյներուն բեսը, Հռոմայացիսը մեզի շատ հստակ կնե թե ինչպես պետք է լա այս սրբությունը, առաջին Հռոմայացիս 12:1 գսե, արտկաղաչեմ ցեզի եղբայրներ Աստուծո ողորմությունովը, որ ծեր մարմինները ընձայեք կենթանի զոհը սուրբ Աստուծո հաճելի, որ է ծեր բանավոր բաշտոնը։ Գիտեմ, գրեթե ամեն սերտողության մեջ աս համարը մեջտեղ կա, այդ դսել է թե շատ կարևոր համար մնե, եւ նպատակը պետք է հասկանանք, գսե Պողոս արաքյալ գխնդրեմ գսե ցեզ մեկ, գաղաչեմ եղբայրներ, Աստուծո ողորմությունով որ գսե ծեր մարմինները ընձայեք կենթանի զոհը։ Այսինքն մենք մեր գամքով եթե ապրելու լանք, մեր մարմինները պիտի ծառայեն աշխարհին եւ սատանային եւ մեր անձնական դիրքերուն։ Բայց եթե մենք պիտի Աստուծո համար զատված լանք, Աստուծո համար պիտի կործածվենք, պետք է մեր անձերը, մեր մարմինները ընձայենք եւ գենթանի գենթանի ասել է թե այո զոհը որ գմադուցվեր պետք է մերձվեր զոհասեղանի վրա որ զոհը տնեին լադիգա քարնուկը կամ արչարները պետք է մերձվեին որբեսի ադիգա զոհ դառնար մեր բարակային մենք ողջ ենք կենթանի ենք բայց մեր եսը մեր հին մարդը պետք է սեղանին վրա հրվի մերձվի որբեսի գարենանք նոր մարդով
ապրիլ կյանքը, որ Աստված կուզե որ ապրենք։ Եվ գսե գենթանի զոհ, այսինքն զոհությունը մեր պիտի հին մարդը զոհենք, եթե ոչ չենք կրնար Աստուծո զածին պես լալ, եւ այս կենթանի զոհը սուրբ պետք է լաս, այսինքն սրբված լա, միայն կործածվի Աստուծո համար։ Մեկ բանստեմ, որ եթե կենթանի զոհ ենք, սեղանի վրա ելնենք, շատ թույությամբ կրնանք սեղանեն վար իջնել, որովհետև կենթանի ենք։ Եթե լման մերած լայինք, պիտի զոհի սեղանեն վրայեն չելեին, բայց քանի որ կենթանի ենք, եւ մեջը գաթեր դակավին այդ հին մարդը, եթե սեղանի վրա չզոհենք այդ մարդը, այդ սեղանի վրա պիտի չգրնանք մնալ կործածվելու Աստուծո փառքին համար։ Աստուծո հաճելի լալը կնշանակե մեր հին մարդը զոհասեղանին վրա ներցնել, հոնց ցկել եւ չցկել որ զոհասեղանեն բարիչնա, որբեսի գարնանք մենք սուրբ լանք Աստուծո հաճելի։ Երկրորդ մասը այս զադվելուն եւ սրբության գտնվի Հռոմայացիս 12:2-ին մեջը շարունակությունը գսե եւ մի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքովը ապա ծեր մտքի նորոգությունով նորոգվեցեք որբեսի կնեք թե ինչ է Աստուծո կամքը որ բարի ու հաճելի եւ կատարյալ է մի գերբարանիկ այս աշխարհի գերբարանքովը այսինքն զադվիլ անաստվածութեն են այն բաները որ հագա աստվածային են անոնց մե բոլորովին զադվիլ որբեսի մենք կարենանք Աստուծո ցերկերու մեջ գաղաբարվիլ շտկվիլ մակրվիլ սրբվիլ եւ այս բանը գնլա միան մեր մտքի նորոգությունով որ Աստուծո խոսքը գրնե եւ երբ որ Աստուծո խոսքին արի տանք տեղի տանք որ մեր մտքերը նորոգե այն ադեն Աստուծո կամքը ավելի լավ պիտի հասկանանք եւ պիտի գարնանք Աստուծո կամքին մեջ ապրիլ եւ գսե Աստուծո կամքնալ մեզի համար գսե բարի ու հաճելի եւ կատարյալ է քանիներս չեն գուզեր որ մեզի ամեն պատահարները բարի լան հաճելի լան եւ կատարյալ այս մեկը գնալալ միան եւ կարդոնենք որ մեր մտքերը նորոգվին ամենադեն եւ մենք մեզ կզադենք բոլոր հագա աստվածային բաներեն որոնք մեր վրա գնան աստեն ուրեմն ինչ են կորձնական թիրքի մասը ասենք կբադահի երբ որ մեկը վերստին ծնունդ կունենա գաբաշխարե եւ Աստուծո գտարնա այլևս կզադվի Աստուծո համար բայց հոն չի վերջանար այդ քայլը առաջին քայլն է շարունակությունը կորձնական սրբությունն է կորձնական զադվիլը ամեն օր կորձնական քայլեր առնել սրբության մեջ քայլելու համար ուրեմն ինչ են անոր կորձնական զադվելուն սրբվելուն կամ սրբակորձության սուրբլալուն հիմքերը ուդեղեն մեջտեղ գուկա որ այդ կապարը միտքը ուդեղեն հարաճ գուկա եւ ինչու կարեւոր է նայինք առաջին Պետրոս 1:16 որ գսե բասնզի գրված է սուրբ եղեք քանզի ես սուրբ եմ ասի 5 դագարանեն գարնվի երկրորդ օրինացեն Աստուծո խոսքերն են ասոր գսե սուրբ եղեք բասնզի ես սուրբ եմ ուրեմն առաջին հիմքը սուրբ լալու այն է որ մեր Աստվածը սուրբ է եւ մեզի կբադվիրե որ մենք ալ իրեն պես սուրբ լանք եթե պիտի իրեն հետ գաբ ունենանք ոյ մեկ կերպով պետք է սրբության մեջ գտնվենք եւ այն ադեն է որ մենք Աստուծո զավակներ գլանք այն ադեն որ ամեն անգամ որ մեղք կմտնե մեր կյանքերեն այդ կապը կխիզվի մինչև որ այդ մեղքը չվերցվի եւ մենք չենք կրնար Աստուծո սրբության մեջ երթալ որտեղ ինքը սուրբ է եւ իր մեջը անսուրբ բան չի գա եւ իր ներկայության մեջ անսուրբ բան չի գնար հոյանալ ինչու համար պետք է սուրբ կյանք ապրիլ սուրբ զադվիլ
Առաջին Կորինթացիս 6 19-20 մեզի գսե չեք գիտեր թե ծեր մարմինները դաջար են Սուրբ Հոգիին, որ ծեր մեջն է, որ Աստուծմե արածեք, ու դուք ծեր անձին դերը չեք, վասնզի քնով ձախու առնվեցաք, ուստի փառավորեցեք Աստված ծեր մարմիններուն ու հոգիներուն մեջ, որոնք Աստուծո գբատկանին։ Հոս ուրիշ բամը գբադայի։ Մեր սրբության հիմքը կդառնա այն ճշմարտության, որ մենք արյունով քննվեցանք, Քրիստոսի արյունով քննվեցանք, այլևս ներսեսին չի պատկանի, ներսեսը Աստուծո կպատկանի, Քրիստոսի արյունով քննվեցավ, անոր համար գսե, դուք ծեր անձին դերը չեք, դուք ծեզի չեք պատկանիր, ուզազուն պես դուք ծեզի չեք կրնար կործածեր, քնովը քննվեցաք գսեն, քանզի քնով ձախու առնվեցաք, և քանի որ մենք մեզի չենք պատկանիր, քննված ենք, Աստված մեզի քնեց, աշխարհեն քնեց, որպես իր թագավորության դանի մեզի, երևակայեցեք ասիգա, որ մեկը որ քերի է, ուքա ուրիշ մը գքննե իրեն, որպես իր քերութենեն ազատ է, ճիշտ այդ բատկերը կներկայացնի աստեղը, մենք մեղքի քերի էինք, Աստված իր որդին ղրգեց, որպես մեզի քննե իր արյունովը, մեր մեղքին քերութենեն ազատ է, և մեզի Աստուծո թագավորության մեջ ազատն է, և մենք այլևս Աստուծո կպատկանենք, հակառակ որ ազատ ենք մեր մեղքերեն, ծրի փրկություն ունեցանք, բայց Աստուծո կպատկանենք, և ինչպես քիչ առաջ համարը գարտացինք, մենք քանի որ սուրբ է, իր փնությունը մեզի կստիպե, որ մենք ալ սրբության կյանք ապրենք։ Եվ ինչ պիտի լա նպատակը սրբության կյանք ապրելու, կսե փառավորեցեք Աստված ձեր մարմիններուն ու հոգիներուն մեջ, որոնք Աստուծո կպատկանին։ Այսինքն ինչ որ ունենք, պետք է Աստուծո փառավորենք։ Չեմ գիտեր քանիներդ, երբ որ որոշում կառնեք, դուք ձեզի անգամը կարծնեք այս հարցումը, որ եթե ասինեմ Աստուծո փառք պետք է պիտի բերե արդյոք։ Շատ կարևոր հարցում է։ Շատ բարձ հարցում է, բայց ամեն անգամ որ այս հարցում հարցնենք մենք մեզի, շատ մը դժվարությունները հերու կմնանք։ Եվ անշուշտ ամենակարևորը դժվարություններն անտին Աստուծո փառք կբերենք մեր ռազներով։ Եվ գիտած լանք որ Աստված որ փառավորվի մեզ արադաբես իր օրհնություններով պիտի օրհնե, որովհետև իրեն համար զոհված ենք, կենդանի զոհ մնենք, սուրբ հաճելի Աստուծո կամքը կկատարենք։ Եվ ուրեմն այս սրբության հիմքը մեզի գսե թե մենք մերինը չենք, Աստուծո կպատկանենք, եթե Աստուծո կպատկանենք, ասել է թե Աստուծո ուզածին պես ապրենք։ Չեք գիտեր, որ ձեր մարմինները դաջար են Սուրբ Հոգիին, ասիկ Սուրբ Փարնորեն, Աստուծո Հոգին Սուրբ է, որ մեր մեջը կբնակի։ Եվ եթե Աստուծո Հոգին մեր մեջը պիտի բնակի, մեր մեջը սրբություն պետք է դիրե։ Ուրիշ սկզբունքը սրբության հետ կապված, որ կարևոր է, անալ կգտնվի Երկրորդ Կորինթացիս 5:17-ի մեջ, կսե ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիգա նոր ստեղծված է։ Հիները անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Այս հիմքը սրբության մեզի գսե թե այլևս մենք նոր կյանք ստացանք Քրիստոսով։ Հիները անցան եւ ահա ամեն բան նոր է։ Ան որ Քրիստոսի մեջ է, նոր ստեղծվածն է։ Հին մարդը այլևս զորություն պետք չէ ունենա մեր կյանքերում։ Հին մարդը պետք չէ իշխե մեր կյանքերում վրա։
վերստին ծնունդ ունեցողը նոր կյանք կսկսի Քրիստոսով եւ Քրիստոս կթակավորե եւ գիշխե այն կյանքին մեջ շատ անգամ մենք քրիստոնյաներս մենք մեզ գամոզենք որ Քրիստոս գիշխե մեր կյանքի մեջ այո Քրիստոս կա մեր կյանքի մեջ սակայն հարցը այն գլա որ արդյոք Քրիստոս մեր սրդին քահին վրան է թե ոչ մեր կյանքի մեջ դերմը իրեն դված ենք որ հոնդե գենա երբ որ պետք ունենանք իրեն կգանչենք երբ որ պետք չունենք կանդեսենք եւ այդ տեսակ կյանքը ասված ճուզեր որովհետեւ ոչ մեզի օգտակար է ոչ ալ իրեն թակավորության ինչպես հայտնության մեջ կսե խաղջ կյանք մոտ գլադի պսխելու վրա եմ լսեքեզ եթե այդ տեսակ մեկը կյանք կապի եւ մեր վերստին ծնածլալը ադիգա մեզի չարդոներ որ այդպիսի կյանք մաբին քանի որ նոր մարդը նոր կյանքը մեր մեջ պետք է ապրի եւ Սուրբ Հոգին որ մեր մեջ կապրի գոքնե մեզի որ այդ նոր կյանքը նոր անձը որ եղանք անիգա ապրի եւ ոչ թե հին մարդը որ մեղքերու իշխանության տակ էր մենք նոր ստեղծված ենք եւ շատ հետաքրքրական է գսե հիները անցան եւ ապա ամեն բան նոր է արդյոք ու կյանքիդ մեջ հիները անցած են ամեն բան նոր է իր ողորմությունները օրեօր գնորոքվին իր օրհնությունները օրեօր գնորոքվին եթե նորության մեջ կգալենք ամեն օր նոր բարձունքներ կհասնենք մեր հավատքի մեջը այն ադեն է որ դերոջը парքը գվայելենք մեր կյանքերը ներս իր դերը դարվոր իրապես ամենքս կյանքի մեջը հիները անցած լան եւ նորը իշխե եւ վերջին հիմքը սրբության կյանքը ապրելու գաբունի աստծո խոսքին հետ որ գտնվի Երկրորդ Կորինթացիս 6:17-ին մեջ կսե ասոր համար ելեք անոնց մեջ են ու զավեցեք կսե դերը ասիկա աստուծո խոսքը մեզի գբադվիրե որ սուրբ է եւ ինչ որ բադվիրանք է մեր բարիքին համար է մեր լավության համար է եւ երբ որ հնազանդենք անոր օրհնությունները գվալենք երբ որ աննազանդ կլանք անոր վնասները կգրենք ինչ բան որ Աստված մեզի կբադվիրե ասել է թե մեզի օգտակար բան մնե մեզի համար լավ է եւ մի փորձեր Աստուծո բադվիրանները բարգննելու այսինքն Աստուծո այդ բազարնելու որ okay ասմա գնեմ at մեկը չեմ գնար հիմա ասպես ամես որքան շուտ հնազանդիս օրեն երտանք այդ բարին հնազանդություն որքան շուտ հնազանդիս այնքան ավելի շուտ ադոր բարիկները կվայելես եւ ոստեղը շատ հստակ կսե ասոր համար ելեք անոնց մեջ են ուզադվեցեք որուն գսե ելեք հավատացյալներուն եւ ասիգա անշուշտ 5 դագարանեն կոդկնե մեջ են ելեք ու զադվեցեք մեր բարն է որ այսօրվա կսորվինք զադվեցեք այսինքն դուք այդ բանին չեք ծարայեր անոնց մեջ են դուրս ելեք դուք նպատակի համար քննված եք ինչպես համարը սա դուք աստուծո ծարայելու համար զադված եք եւ չեք գնար աշխարհի ծարայություն անել շատ անգամ հարցը գծակի երբ որ բաներ որ գնենք մեղք չեն բայց աստուծո զազնալ չեն ինձ համար մեկ համար որ շատ խոսած է եւ դասարտ չեմ սադենը չեմ գիտե դերևս սած եմ եթե լսած եք sorry շատ երգամ որ չեն լսած բայց ինձ ասիգա մեծ տաս եղած է Իշեմ երբ որ վիոքինի եկեղեցին էինք եւ երդասարտացի պատասխանատուն էի ես ալ 20-ով էի դեր 20-ից սկիզբներն էր
գիմը եկավ եւ տեսավ խանդավառությունը մեր երդասարտներու մեջ բավական մեծ տիպով երդասարտներ ունեինք եւ շատ աստվեցավ, այսինքն շատ սիրեց, որ այդպեսի խումբ ունենք եւ տեսավ ինչպես երդասարտներուն հետ կվարվին ինձի հրավիրեց ասելով որ հասկային բանիմը երթամ եւ խոնալ նույնը անեմ այցեք սխալ բամը չկա մեր հայասքի մեջը ծարայելը դժվար ոչ մեկ սխալ գա ադոր մեջը բայց եթե ես զադված եմ աստուծո կորձին համար գիտնալով որ աստուծո թաշտի մեջը միշտ ծարայողներու բագասը գա եւ անցյալ անգամ խոսեցանք ասոր մասին ինչի մասին պետք է աղոթենք եւ աղոթներու նյութերը մեկը ան է որ աղոթեցեք մշակներու համար գսե Հիսուս մշակներու պետք գա եւ եթե ես ելեի երթայի այնտեղնալ ասկային ծարայության մեջ որ սխալ մը չի գա ինչ կխորիկ պիտի բադայեր երկուքնա պիտի դուժեն երկուքնալ կադարյալ պիտի չլային բայց անգյանտին դեր ինձի այդ օրերս համար մարչևս անեց որ ինչեւ մադի գբահեմ որբեսի սկուշլամ թե ուժերս բարապ տեղեր չվատնեմ այդ համարը այն էր որ երբ որ իշեք մարդ մի եկավ եւ Հիսուսը ասավ գուզեմ քեզի հետ գալ քեզի հետևիլ Հիսուսը ասավ եկուր հետևես ասավ բայց նախ գուզեմ երթալ իմ հայրս տաղել եւ Հիսուսի պատասխանը ինչ եղավ ցկե որ մերելները թաղեն իրենց մերելները Հիսուս չեր ասեր մարդուն որ հայրդ մի թաղեր որցիր մա հայրդ միեդևես եկուր ադի չեր Հիսուսի ասածը Հիսուսի խոսքը այն էր որ շատ մարդիկ կան որ այդ գործը գրնան անել դու բայց եթե գուզես ինձի հետևիլ դու միագն էլիքդ ինձի հետևիլ պետք է լա ուրիշ բաներով պիտի չսպաղիս եւ Դիմեթրիոսի ալգքրե բողոսարկյալ գսե զինվորը գսպաղի միան զինվորությունով արորյա բաներով չսպաղի գսե իր հրամանադարին խոսքը մտի գնելու ադով սպաղած է ուրիշ բաներ իրեն նույն պետք չէ լան գսե ինքը անոնցմով պետք չէ սպաղի ինքը զինվոր է եւ մենք ալսիրերներ այս բոլոր համարներ որ գարտացինք զադված զլալու մասին մեզի շատ հստակ կնեն որ մենք զադված ենք աստուծո թակավորության համար ծարայելու աստուծո փառք բերելու եւ ամեն ինչ որ ասոր արկել կդառնա պետք է երկրորդական դեղ գտնե եւ անոր համար շատ անգամ դժվարություններու գմատնենք մեր կյանքի մեջ որովհետեւ առաջնահերթ դեր գարնեն այս բաները եւ երբ որ աստուծո երկրորդ դեր գտնես ինչ ծավալ լա այն ադեն ու կյանքդ կսկսի դուժել որովհետեւ տուն քու դերը դուրսելար տուն աստուծո թակավորության մեջ զադված ես աստուծո ծարայելու եւ երբ որ սխալ դեր գերտաս սխալ շարժումներ գնես գծած ձեր որ անոր վնասները պիտի հետևանքները պիտի հետևին քեզի ուրեմն այսօր մեկ կարևոր բան զադված ենք մենք զադված ենք աստուծո ծարայելու աստուծո կամքը փնտրելու եւ աստուծո կամքը կատարելու ասիգա եթե հասկացանք ասկանը այսօր պիտի բավարար սեբեմ գուսամ որ մտածեք այսօր մասին այսօր շատ համարներ չդվիցեզի շատ արագ չկացի հուսամ ամենքը իրցակ լավ է դեվիլ կարևոր նույնը հուսամ միտքերնիդ մեջ դպավորվեցավ աղոթեցեք այս իրիգուն տեսնելու թե ինչ բաներու մեջ ինչ բաներ կան որ ցեզի այս զաբված լալեն կխանգարեն եւ աստուծո ուզածին պես չենք որբեսի դերը ծծնե մեզի եւ գարնանք անոց մեզ զադվիլ ինչպես այս համարը գսե զադվեցեք անոց մեջ են դուրս ելեք եւ անալսեմ որ 5 դագարան մեջ երբ որ աստված զադվեցեք բառը գործածեր յետևը մեծ հարված մգուկար երբ որ Իսրայել ժողովրդի մեջ մեղք գործեցին քանի անգամներ աստված անոնց որ
անոնք որ ուզեցին Աստծո կողմ գնալ, ասած զատվեցեք անոնց մեկ։ Եվ երբ որ անոնց մեկ դուրս ելան, մյուս կողմը գրագի չավ կամ ակապի ժամանակ կեդինը բացվեցավ, մեջի իջան Մովսեսի ժամանակ։ Եվ անոնք որ աշխարհը չեն զատվիր, անոնց վերջավորությունը Դավիթի չլացեց։ Վախցնելու համար չեմ սեր, բարձաբես գսեմ աս բոլորը, որբեսի արդյուն եւս կաստլանք, թե արդյոք իրապես զատված ենք Աստուծո համար, որտեղ Աստված կուզե որ մենք սուրբ լանք, ինչպես որ ինքը սուրբ է։ Պիտի աղոթեմ եւ անգևերջը հարցումներով իրանցնենք։ Երկնայրար շնորհակալ ենք, որ դու մեզի զադեցիր, դու որդիդ Հիսուս արինովը քննեցիր եւ քո խոսքդ կսե որ այլևս մենք մեզի չենք պատկանիր, այլ քեզի ենք, քու գտենք, մեր մարմինները սուրբ տաճարներ են, քո սուրբ ոգիդ համար, որ մեր մեջ ապրի եւ գուզես որ մենք սրբակորձվենք ամեն օր մեր կյանքերում մեջ սուրբ լանք զատվենք եւ սուրբեր կոչվենք ամեն մեկս, որովհետեւ քեզի համար սրբված ենք, մեկ կողմ տրված ենք, որբեսի ծառայենք, ինչպես տաճարին անոթները սրբվեին, որբեսի միայն տաճարին համար կործածվեին, որովհետեւ մեր կյանքերն գաղութենք, որ օգնե, որ զադենք աշխարհեն, որբեսի միայն քեզի համար կործածվին, որ քու թակավորության համար քեզի փառք բերենք եւ քու թակավորությունը թարաչ երթա մեր կյանքերով մեզմով եւ մեր միջոցով։ Հիսուսի անունով խնդրենք։ Ամեն։ Ամեն։ Շատ լավ, պատրաստ եմ հարցումներ